Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի հանրություն, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանյան կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Այս համաձայնագրի վավերացման նպատակարարությունը պայմանավորված է հայ-ռուսական համալսարանի կառավարման, կրթական եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաեւ գործընթացները եւ ընթացակարգերը ՀՀ եւ ՌԴ օրենսդրություններին համապատասխանեցնելու ձգտումով։ Այս համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարեվերջին հայ-ռուսական միջկառավարականի ժամանակ դեկտեմբերի 25-24 թվականին Մոսկվայում եւ այնուհետ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ քննարկվել է գլխադասային հանձնաժողովում։ Համաձայնագրի այս նախագծով հստակեցվում են մի շարք հարցեր, ինչպես օրինակ իրավական կարգավիճակը համալսարանի օրինակի համար հստակ սահմանվում է, որ այն պետական համալսարան է ունի հիմնադրամի կարգավիճակ, մինչդեռ իսկ Ռուսաստանի Դաշնությունում այն օգտվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության դաշնային պետական կրթական կազմակերպություն կարգավիճակից։ Իրենք նման կարգավիճակ ունեն, մենք ոչ, բայց սրա շնորհիվ բուհի իրավական կարգավիճակը հստակեցվում է։ Հստակեցվում են մի շարք նաև այլ հարցեր, ինչպես օրինակ բուհի կառավարման մարմինների մասով սահմանվում է, որ բուհի կառավարման մարմիններն են կառավարման խորհուրդը, ռեկտորը, գիտական խորհուրդը, կառավարման խորհրդում եւ բոլոր մյուս հարցերում էլ պարիտետային սկզբունք է դրված, որ մասնավորապես 4 ներկայացուցիչ ունենք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իդեմս լիազոր մարմնի մեր նախարարության եւ նույնքան էլ ունեն Ռուսաստանի Դաշնության գործընկերները, իդեմս բարձրագույն կրթության եւ գիտության նախարարության իրենց եւ 4 ներկայացուցիչ ներկայացնում է ԲՈՒՀ-ը խորհրդակցական ձայնի իրավունքով։ Այստեղ նաև իհարկե կարևոր անդրադարձներ կան ընդունելության եւ ակադեմիական իրավունքներին, ֆինանսավորմանը, այսինքն այնպիսի ապահովում է, որ երկու կողմերն էլ կարողանան ֆինանսավորել, ընդ որում դա վերաբերում է ուսանելու համար տրվող կրթաթոշակային տեղերին, եւ նաև վերաբերում է գիտական հետազոտությունների գծով երկու պետություններում այդ հնարավորություններից պետական միջոցներից օգտվելուն, տվյալ դեպքում մեր պարագայում բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից հայտարարվող դրամաշնորհներին, որոնցից ԲՈՒՀ-ը հստակ օգտվում է։ Անդրադարձ կա նաև շենքագույքային հարցերին, սահմանվում է, որ ամբողջը պետք է եւ ԲՈՒՀ-ի սեփականությունը հանդիսացող եւ անհատույց տրամադրված, որտեղ ԲՈՒՀ-ին կից կա նաև դպրոց եւ այդ դպրոցը դիցուք դրա շենքը տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհատույց հիմունքով, դրանք պետք է օգտագործեն բացառապես ԲՈՒՀ-ի կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Եվ այս համաձայնագիրը 10 տարով է կնքվում եւ շարունակաբար կարող է երկարաձգվել, եթե այդ մասին նախապես կողմերը իրար չեն ծանոթում։ Ես պետք է նշեմ, որ ԲՈՒՀ-ը, եթե ուղղակի հիշեցման կարգով 97 թվականի համաձայնագրով է ստեղծվել եւ 99-2000 թվականներից ունեցել է առաջին թունելությունը 60-ից մի փոքր 63 ուսանողներով, այս պայն ԲՈՒՀ-ը ունի 5000-ից ավելի ուսանողներ, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգի կարևոր հաստատություններից մեկը եւ իրապես շատ կարևոր է, որ որպես միջպետական ԲՈՒՀ մենք հստակեցնենք այդ իրավահարաբերությունները երկկողմ եւ դրանով իսկ հիմքեր ստեղծեինք ԲՈՒՀ-ի բնականոն հետագա գործունեության